2023 թվականին մեծ շուկով բացվեց Մարտունու բժշկական կենտրոնը։ Այնուհետև կարճ ժամանակ անց պարզվեց, որ շինարարությունը անորակ է, վարչապետի մասնակցությամբ բացված բժշկական կենտրոնը շահագործման ենթակա չէր։ Դրա հետևանքով նույնիսկ առողջապահության նախարարության պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից, փոխնախարարը եւ ՑԻԳ-ի պետը, ինչպես նաեւ Մարտունի ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, սակայն 1-2 ժամ հետո նա նշանակվեց ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Մի քանի անգամ հայտարարեցին մրցույթներ բուժհաստատության տնօրեն նշանակելու համար։ Եվ այսպես, 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Հարությունյանին հանձնաժողովը քվեարկությամբ 7 կողմ ձայնով թույլ չտվեց մասնակցել մրցույթին, քանի որ նա չուներ 3 տարվա մասնագիտական ստաժ։ Սակայն դա չխանգարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին Անդրանիկ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը դիմել էր պետական վերահսկողական ծառայությանը այդ նշանակման օրինականությունը պարզելու համար։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից գործողված հանձնաժողովի անդամները նորից փաստել են, որ Անդրանիկ Հարությունյանը չունի մասնագիտական կամ հանրային ծառայողի ստաժ, սակայն մարզպետարանի կողմից 3 դեմ 4 կողմ ձայներով նախապատվությունը տվեց Անդրանիկին։ Այսպիսով Անդրանիկ Հարությունյանը չհաղթահարեց անհրաժեշտ շեմը։ Նա անգամ չգիտեր, թե ինչ է բժշկական կենտրոնի զարգացման ծրագիրը եւ էլեկտրոէնցեֆալոգրաֆիան չէր համարում բժշկական ծառայություն։ Բայց այս մասնագիտական որակները չխանգարեցին Անդրանիկ Հարությունյանին հայտարարելու, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնյաները իր հանդեպ արդար չեն վարվել եւ չխոչընդոտեցին բողոքարկելու հանձնաժողովի որոշումը։ Եվ ահա Գեղարքունիքի մարզպետը Անդրանիկին նշանակեց տնօրեն, անտեսելով նախարարության մասնագիտացված վարչությունների ղեկավարների կարծիքը, դիտորդների ներկայությունը, անհայտ ծագումնաբանությամբ թղթերի եւ տեղականքների առկայությունը, այսինքն Անահիտ Ավանեսյանի հետ լուր հակամարտության մեջ է մտել Կարեն Սարգսյանը։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ ՊՎԾ-ն Անուշ Պողոսյանի դիմումում նշված փաստարկները ուսումնասիրելով հանգել է այն համոզման, որ մարզպետի կողմից հիվանդանոցի տնօրենի նշանակումը ենթադրաբար օրինական չէ։ Փաստաթղթեր կեղծելու կասկածներ է հայտնել վարչապետի վերահսկողական ծառայությունը, դատախազից պահանջելով վարույթ հարուցել։